նայում են, տենում են նորմալ է, մեր է քրվում ընդ է։ Այն մեկն էլ ընդ է հեր է քրվում, երեխա է քրվում։ Ասում է երևի նորմալ է։ Հիմա արեք այդ մարդկանց բացատրեք, արա, այ անուղեղներ։ Խոսքի ազատությունը մի շփոթեք, էլի այդ լեկտիվության, բարոյականության, անդաստիարակության հետ։ Թե ինչքան անդաստիարակ կար 18 թվից հետո իրան լավը զգաց, իմացավ թե ազատ խոսքը դա անդաստիարակությունն էլ է, կարաս հելնես, էշեշ դուստաս, ու դա ժողովրդավարության ես իմ իրավունքներն եմ իրացնում, ես իմ օրենքով եմ շարժվում։ Բա օրենքը ընդ է ապրծում, որ սկսում է ուրիշի օրենքների, ուրիշի իրավունքները։ Չի կարելի սահմանը հատած։ Ես շարունակելու եմ իմ գործունեությունը այսօր թե իրանք են վաղը ուրիշ կլինի, բան իմ գործունեության բնույթը էս է ալնելու։ Խնդիրները փոխվի, պահանջները սրա փոխվելու։ Խնդիրները կչանա, պահանջները սրա կչանալու։ Որ вообще չլինի խնդիր, սա հարցերը կարենան ինքնուրույն լուծեն։ Вообще ես չեմ զբաղվի քաղաքականությամբ։ Այնա բավական խելքել կա, կարամ նստեմ իմ համար պոեզիայով զբաղվեմ, բանաստեղծություններ գրեմ, երգեր գրեմ, հրապարակեմ, կդառնամ մշակույթի ոլորտում օգտակար։ Այսքանը ժողովուրդ ջան, ժողովրդիս Հայաստանի Հանրապետությանս Աստված պահապան, հաջողություն կապող կլինի։